Մանվել Հայրապետյանը մեկն է 220,000 այն հայ քաղաքացիներից, որոնք հայտնվել են Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության սև ցուցակում եւ ոչ միայն հայտնվել է, այլև արդեն արտաքսվել է Հայաստան եւ 3 տարի չի կարող մուտք գործել Ռուսաստան, որտեղ 5 տարի է աշխատում էր։ Նա այդպես էլ չի հասկանում, թե ինչու են իրեն արտաքսել։ Ես մեքենայով գնացել եմ, հակը ցակվել է, շոշին կայնած եմ ելի մեքենայի կողը։ Ինձ եկի բռներեն, տարեմ դոկումենտներ ստուգել եմ, որ չոտք է, 10 օրից ասին երկիրը պետք է լքես։ 5000 շտրաֆ եմ։ Միգրացիոն օրենքի փոփոխություններից հետո Ռուսաստանից արդեն արտաքսվել է 50,000 հայաստանցի։ Գլոսա իրավապաշտպան կազմակերպության նախագահ Աշոտ Համբարձումյանի գնահատմամբ Ռուսաստանը խախտել է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Խախտումները բազմաթիվ են, որոնք մենք ընդգրկել ենք կազմված փաստաթղթերից։ Բազմաթիվ ահազանգերից հետո Գլոսան եւ եւս 5 կազմակերպություններ նամակ էին պատրաստել ուղղված Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության Երևանյան գրասենյակին։ Օրենքից տուժած քաղաքացիներն ու իրավապաշտպաններն այսօր երթով նամակը փորձեցին հանձնել միգրացիոն ծառայության գրասենյակին։ Мы хотим письмо передать руководителю ФМС Рамадановскому. Вы просто открываете дверь, мы вам передадим письмо. Երկար բանակցություններից հետո էլ անգամ միգրացիոն ծառայության գրասենյակի դռներն այդպես էլ չբացվեցին։ Նամակը մնաց կազմակերպիչների մոտ, որոնք վստահեցրեցին, թե մայիսյան տոներից հետո արդեն ակցիա կանցկացնեն եւ այն կհանձնեն Ռուսաստանի դեսպանին։ Հայ միաբանություն շարժման կարգավորող Լևոն Պողոսյանը գտնում է, որ մարդկանց արտաքսման պատճառն ամենևին են նրանց կատարած իրավախախտումները չեն։ Պատճառը մարդկանց ցածրացնելու, զզվեցնելու, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու, իրենց քաղաքացիությունը ընդունելու մեջ է։